Բա Նիկոլեն ոնց են եկել իշխան։ Մի քիչ առաջ մենք այդ մասին ենք խոսում, չէ՞ որ Թշնամին ձգտում է իր գործակալների միջոցով նման, ասենք, Սերժի Պեսին բերում է, որը բարոյալքում է հանրապետությունը, ունեցա սարքում միջավայրն ու մթնոլորտը, որ Նիկոլները ավելի նկատելի ու նշանակալի գործիչներ են դառնում, բան։ Հիմա սա ինչի՞ց է, որ դա հեշտ կերցնում են մեր որ ասում եք ինչ անենք։ Պետք է դրա համար նախ պետությունը դպրոցներում ոչ թե ասեր 1036 հոգու Մամիկոնյանը զոհվեց հանուն Քրիստոսի կամ հայ ժողովուրդը հաղթանակ տարավ ավարայրում, բարոյական հաղթանակ բան, չէ՞ դա չէ։ Պետք է ասել, որ Թշնամին այսպես բաներ էր անում, սրիկան։ Հիմա շատերը ոնց են ասում են, այս անարժան է, այս հարևանս, բայց գնաց սրա մոտ շակալություն արեց, շողոքորթեց առաջ այդում։ Խոյնը կարող ասի 1 չանի, 2 չանի, կնիկը մերը հերը կուր ախպերեսի մեր ասեն դու վարիանտ ունես, դե դու էլ արա, այն էլ արդեն հուսատված ինքն էլ անի։ Ու տենց դա մի քան ու Թշնամին է հատուկ ընտրում է ցուցադրական անարժաններին։ Տանում է պես դիրքերի, որ են մարդիկ, որոնք չեն ուզում կոդրվեն, դրանք բարոյապես փլուզվում են ներսում։ Որ ասենք ասում են ախպեր, կարող է вообще այդ իր ձևը ապրելակերպը, անբարո ապրելակերպը, вообще ճիշտը այդ անբարո իմն է, հիմար ձևը իմն է։ Հետեկանք ասում եք դպրոցում ինչ պետք է անեն, ասեցիք ինչ չպետք է ասեցի անեն։ որ ցանկացած դեպքեր իրադարձություններ, դա էլ է լոգիկայի խնդրեմով։ Կարևորը թողած թե ինչը սովորացնեն սերունդներին, սովորացնում են երկրորդականը։ Իմ դրա համար եմ ասում, որ հիմա մենք այս ինչ որ մենք խոսում ենք, պրոստը մենք ունենք փոքր հնարավորություն այս թեմայով խոսալու, ու պետք է պարբերաբար ժողովրդին լսարանին կոչանենք իրան քննարկեն, վերլուծեն, տենան ճիշտ է ինչա, որ իրար մեջ էլ վեճ է դա, եթե տեսակետները այս իմ ասած բաների տեսակետ կրողներ լինեն կողմին պաշտպանվի, վստահ եմ ժողովրդի ինչ որ մի տոկոս, ինչ որ չեմ ասում հենց մի, կարող է 7, կարող է 18, չգիտեմ, լոգիկայի առողջացում կեթա, որովհետև ժողովրդի ծնե դեբիլ չի ծնվում։ Եվ կամքի կայուն կամքի կայուն։ Էլի էս բազարների արդյունքում է որ կայուն կամք։ Շնորհակալ եմ շատ։ Ես շնորհակալ եմ։ Շանտ ջան։